Այսօրվանից մեկնարկել է քաղաքապետի թեկնածուի համար սկսվել է քարոզարշավը եւ մեզ մոտ ներկայացվել են 3 թեկնածուներ, բոլորիս համար շատ հաճելի է, որ նաեւ ներկայացվել է պարոն Աթայանը։ Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել քարոզչության մեկնարկի արդիվ եւ ցանկանալ բոլոր թեկնածուներին, թե համայնքի ղեկավարի թե ավականու հաջող մրցակցություն եւ արդար մրցակցություն բոլորիս։ Այսօր ունեցել եմ առաջին հանդիպումներս, հանդիպումները գրեթե չեն տարբերում իմ մնացած բոլոր հանդիպումներից ժողովրդի հետ, որ ունեցել եմ վերջին 4 տարվա ընթացքում, գործնական խնդիրներ, գործնական առաջարկներ, ավելորդ խոստումներ չեմ տալիս, գիտեմ բոլորի պրոբլեմները, բոլորի խնդիրները եւ ավելի շատ այդ հանդիպումներից ես սկսում եմ կազմել իմ հետագա նախընտրական ծրագիրը։ Դա ավելի շատ է ինձ օգնում, այսօրվա հանդիպումները ցույց տվեցին, որ դեռ շատ բան ենք հաշվի չենք առել մեր նախընտրական ծրագրի մեջ եւ անընդհատ մինչեւ քարոզչության ավարտը կարծում եմ, որ արդեն ամբողջական կլինի այդ ողջ խնդիրները, ողջ խնդիրները քաղաքի եւ հետագայում Աստված հաջողության դեպքում դրանք անպայման իրագործելու են։ Բոլորին ցանկանում եմ հաջողություն եւ ցանկանում եմ սեպտեմբերի 9-ին Կապանը ունենա ուժեղ քաղաքապետ եւ ուժեղ ավական։ Պետք է որ բարոն քաղաքապետը միշտ օգտակար եղած է մեր եկեղեցու։ Ասի ես կսեմ առանց այլևայլի։ Դարին 2-3 անգամ քաղաքապետարանի փամորները գրգե մեր ամբողջ այս աղբերը, այս կանանչությունը, ավերորս այս ամբողջ ծառերը, խոդերը եւ այլն գմախրեն գնեն, մենք իրեն կբարդենք ասիգա։ Ճիշտ է, ասում են, եթե մշակույթին չես խանգարում, նշանակում է մեծ օգնությունն ես։ Այդ կարգախոսով չի առաջնորդվել պարոն Աթայանը, նա բոլոր միջոցառումների եւ մասնակից է եղել, եւ օգնողն է եղել, եւ հովանավորողն է եղել։ Ոնց որ ծնվել է քաղաքապետ, թվում է թե մենակ ես չէի, բոլորն էլ գոհ են։ Շատ գոհ ենք, շատ ուրախ ենք։ Այսքան աշխատանքներ է կատարել երեխաների համար, բոլորի համար։ Արթուրը շատ լավ քաղաքապետ է։ Եթե ճշնամի չեք, վերջի մեր քաղաքապետն է, մեկ էլ բնակիչ եք, իրավունք չունեք չպաշտպանելու։ Ես քաղաքականությունով չեմ զբաղվում, Ազիզ ջան, բայց ինքը իր գործը կատարում է, ոչ փոփոխություններ կա որոշ։ Առաջինը ես պաշտպանելու եմ Արթուր Աթայանի բանալի ընտրությունը, իրան եմ ընտրել, տեխնացությունը, այո։ Որովհետև ինքը շատ բան արել մեր բակի համար, մեր շրջապատի համար։ Մենք շատ գոհ ենք իրանից։ Ես իմ ձայնից կտամ Արթուր Աթայանին։ Կարծում եմ, որ Արթուր Աթայանը եւ իր փորձի շնորհիվ եւ իր հարգանքի շնորհիվ եւ իր համեստության շնորհիվ ի վիճակի է շարունակելու իր աշխատանքը եւ կիսատ թողած բոլոր գործերը։ Կոչ եմ անում կապանցիներին վստահել եւ պահանջել